Բարև ձեզ Վեստիեմի հարգելի հետևորդներ, այսօր ապրիլի 24-ն է Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը։ Ինչ ունենք այս պահին քաղաքական առումով եւ ինչ հեռանկարներ կան ցեղասպանության ճանաչման գործում։ Թեմայի վերաբերյալ զրուցելու ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդվարդ Շարմազանովի հետ։ Բարև ձեզ, պարոն Շարմազանով, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Շարմազանով, ինչ ունենք վերջին շրջանում ցեղասպանության այդ ամբողջ գործընթացից եւ ինչ հեռանկարներ եք դուք տեսնում ճանաչման հարցում։ Ունենք ուրացում, ունենք Թուրքիայի ժողովրդական քաղաքականություն, թուրքական նորանոր նախապայմաններ եւ Հայաստանի կառավարիչների մեծ հետքայլ ցեղասպանության միջազգային դատապարտման գործում, այլևս նրանք չեն խոսում ցեղասպանության դատապարտման մասին, պահանջատիրության մասին, ավելի հեռուն են գնում եւ հայտարարում են, որ հələ դեռ պետք է հասկանանք ինչ պատճառով ա եղել ցեղասպանությունը, որն է դրա պատճառը, մեկն էլ կա ԿՊ-ից ասում է պետք է վարչապետը 1.5 միլիոն բոլոր նահատակների անուն առանուն հավաքենք։ Այդ քայլը, սա թուրքական օրակարգ է։ Էրդողանը գիրքը դրել է կրծքին, առաջարժում Հայաստանը սարքում է թուրքական նարատիվի պետություն։ Սա է ցավը։ Մյուս կողմից է շատ հստակ բոշկեն գլորում են Ռուսաստանի վրա, չոտքի թուրքական նարատիվ են տանում։ Ցեղասպանության հարցում Ռուսաստանը։ Այո, բա ասում են։ Ինչպես։ Ասում են ռուսները բզբզացին, մեկ անտառաշրջան բզբզացին։ Հայերին դրամադրեցին Թուրքիայի դեմ, թուրքերն էլ հայերին կոտորեցին կամ պատերազմ եղավ։ Նման դա թուրքական նարատիվ է։ Չեք տեսել Փաշինյանի խոսույթը։ Ասում եմ, մենք ունեցել ենք հայրենասիրության ռուսական մոդել, հետո ավելի հեռու ա գնում, ասում եմ ստալինյան մոդել։ Հետո ասում եմ, ինչու, բա միջև, ինչու 39 թվականին չկար, հետո առաջացավ 50 քանի թվականին առաջացավ։ Յանեմ սովետական միությանն է պետք եղել ցեղասպանության դատապարտում, մենք էլ այդտեղ բան ենք արել։ Այս ուրացում է, ինչ ասեմ։ Թուրքահապատակ քաղաքականությունը։ Իսկ հայկական մոդելում, հայրենասիրության հայկական մոդելում ցեղասպանությունը որերորդ տեղում է։ Գիտեք, առաջնային ցեղասպանությունը դա շատ կարևոր ցեղասպանության դատապարտումը եւ մեր մոդելում ոչ միայն ցեղասպանության դատապարտումն է, այլ նաև ժողովրդականության քրեականացումը։ Եվ կոնկրետ ես այն մարդն եմ համեստորեն ասեմ, որ հենց իմ ջանքերով է 15 թվականի ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանը միաձայն քրեականացնել թուրքական ժողովրդականությունը։ Այսինքն մենք ոչ միայն գնում ենք ցեղասպանության դատապարտման ճանապարհով, այլ նաև մի level բարձրացել ենք եւ գնում ենք արդեն թուրքական ժողովրդականությունը քրեականացնելու ճանապարհով Եվրամիության անդամ երկրներում։ Իսկ սրանք ինչ քրեականացում, ինչ բան, սրանք շուտով կարող է, եթե Աստված չանի մնան իշխանության, կարող է քրեականացնեն ցեղասպանությունից խոսելը։ Պարոն Շարմազանով, դեռ 2 տարի առաջ ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը եւ Հայաստան խմբակցությունները բերեցին նախագիծ, որով առաջարկում էին ժողովրդականությունը նաեւ քրեականացնել Հայաստանի Հանրապետությունում, բնականաբար նախագիծը չընդունվեց ազգային ժողովում մեծամասնություն չունենալու պատճառաբանությամբ։ Սա ինչ կտար Հայաստանի Հանրապետությանը։ Նախ արդեն ասեմ, որ նման օրինագծի անհրաժեշտությունը արդեն խոսվում է, որ Հայաստանում ունենք ապազգային իշխանություն, որովհետև որևէ մեկից մտքով չէր անցնի, որ Հայաստանում նման օրենք ընդունենք։ Բայց քանի որ այս իշխանությունները գնում են ցեղասպանության դատապարտումը շղթելու ճանապարհով, հետեւաբար դրա անհրաժեշտությունն առաջացավ։ Ինչ կարելի է հասկանալ այն մտքից, երբ Նիկոլ Փաշինյանը եւ արտաքին գործերի նախարարը հայտարարում են, որ ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։ Անհրաժեշտ է, շատ բարձր ամեն ինչ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է Հայաստանը թուրքական վիլայի դարձնելու քաղաքականություն։ Այս մարդիկ Արցախն են ունեցել ցեղասպանության դատապարտումն ինչ այանք դրանից խոսան։ 5 տարի առաջ 5000 զոհի պատճառ դարձած Մեր աշկի առաջ Արցախը 5 տարվա ցավն ավելի մեծ թե 100 քանի։ Եթե 5 տարվա ցավը ողբերգությունն ուրացել են Արցախը, ցեղասպանությունն ինչ է սրանց համար ճուրանը։ Ինչի մասին է խոսքը։ Ինքը եթե մարդ կանգնում ասում է մուշը, սասունը, դրանք արևմտյան Հայաստան չեն, արևմտյան Հայաստանը մարալիկն է եւ հոգբան արմավիրը։ Ինչի մասին ենք խոսում։
Դրա համար եմ ասում, գնում է ուր ասման քաղաքականություն։ Ինչպես կանխել։ Հեռացնել իշխանություններից հունիսի 7-ին ընտրությունն է, յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ ընտրելով Նիկոլ Փաշինյանին ընտրում է Էրդողան Ալիևի երազանքը։ Էլ ոնց ասեմ։ Ամեն քաղաքացի ոչ թե գնա մտածի, ոչ թե ասի մայախատս կռայո, այլ շատ կոնկրետ, իմանա, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացուց կախված է իր երեխու ապագան։ Եթե դեռ թասի նամուս ունենք, պետք է չընտրենք Նիկոլին։ Վերջ։ Ասում են, եթե իրեն չընտրենք, պատերազմ։ Ես էլ ասեմ, եթե իրեն ընտրենք, դառնում ենք Թուրքիայի ֆիլիալ։ Արևմտյան Ադրբեջան։ Քաղաքացին Ավելի լավ աստրուկի նման ապրելը, թե պատվով թեկուզ պատերազմելը։ Պատերազմ ինքն է բերել։ Շանտաժ անում սեփական ժողովրդին։ Ով է խոսում նա ինչ կապ ունի խաղաղության հետ։ Պատերազմը ինքն է բերել Ալիևի հետ միասին պատերազմի ժամանակ էլ Աննա ջան ինքը չի կանգնեցել պատերազմը, դե ես շատ լավ գիտեմ։ Պուտինից առաջարկ աղել ինքը հրաժարվել է կանգնեցնել։ Ինչ իրավունք ունի։ Հոկտեմբերի 10-ից հետո 20 թվականի ով զոհվել է ռազմաճակատում ուղիղ Նիկոլ Փաշինյանի խղճին է։ Ինչու, որովհետև հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը հնարավորություն է ունեցել կանգնեցնելու պատերազմը ու չի կանգնեցել։ Ուրեմն այդ մարդը ինչ է խոսում խաղաղությունից։ ասում է իրենք անվանեիք դավաճան, եթե պատերազմը կանգնացներ այդ իրավիճակում։ Մի ավելի լավ այրան անվանեին դավաճան, թե մի քանի հազար մարդ ապրեր, այդ Արցախն մնար հայկական։ Կամ հիմա ինչա չեն անվանում դավաճան։ Պարոն Ռամազանով, վերադառնալով ներքաղաքական իրավիճակին, մենք երբեք այսքան գերլարված ընտրական իրավիճակ չենք ունեցել, այսինքն դեռևս քարոզարշավը չմեկնարկած, ունենք հստակ քարոզարշավ գրեթե բոլոր քաղաքական ուժերի դեպքում, հանրապետականը չի մասնակցում։ Հա, չի մասնակցում։ Ոչ թե չենք մասնակցում, չենք առաջադրվել։ Թե չէ անուղղակի մասնակցում ենք։ Եվ կոչ ենք անում ընդդեմ ընդդիմության ուժերի։ Չմասնակցողի աչքերից նայում եք, ինչպիսի իրավիճակ ունենք հիմա ու ինչու այսքան գերլարված։ Իմ համար տարբերություն չկա մասնակցել, չմասնակցել, ես միշտ էլ պայքարի մեջ եմ։ Դասել եմ կյանքի մահվան խնդիր այն։ Եվ Նիկոլի համար, եւ այս կողմի, եւ մեր համար։ Նիկոլի համար կյանքի մահվան խնդիրը աթոռ կորցնելը, մեր համար էլ կյանքի մահվան խնդիրը հայ ժողովրդի համար հայրենիք կորցնելը։ Հիմա կտեսնենք հայրենիք կորցնելու վախն է ավելի առաջնային, թե աթոռ կորցնելու վախը, կամ հանուն հայրենիքի ապրելն է ավելի առաջնային հայ ժողովրդի համար, թե հանուն աթոռի նիկոլիստական ռեժիմի։ Տեսնենք աթոռը կհաղթի, թե հայրենիքը, հույս ունեմ հայրենիքը այս անգամ աթոռին կհաղթի։ Մենք ունենք այս պահին հաստատված խաղաղություն։ Ես առհասարակ ես ուրիշ մտածելակերպ ունեմ, էլի, խաղաղություն, մահացություն։ Ասում են սահմանում չեն կրակ։ Խաղաղություն նպատակ չի, ես չգիտեմ։ Արցախում էլ է խաղաղ։ Հայ չկա։ Ես թեքեմ մեծերի խաղաղության վրա։ Ասում կրկնում եմ, Արցախում էլ է խաղաղ, բայց հայ չկա։ Եռաբլուրի հերոսները չեն նահատակվել, որ մենք կզած Թուրքիա առաջ ապրենք թեկուզ խաղաղ։ Իմ հերոսը Վարդան Մամիկոնյանն է, Գարեգին Նեժդեհն է, Դուշման Վարդանն է։ Ու տեն շարունակ։ Նրանք բոլորը արժանապատիվ խաղաղության կողմնակից են։ Իսկ այդ կզած խաղաղությունը դա ստրկացում է։ Հիմա Կոստանդնուպոլսի հայկական համայնքում էլ է խաղաղ։ Բայց գլխներն Էրդողանի նկարն է։ Ես չեմ ուզում այդ ծավի խաղաղություն։ Անկախ պետությունը նրա համար չի, որ դու քո թշնամիների հրահանգներով ապրես, քեզ սպանողի հրահանգներով ապրես, քեզ սպանողի, քեզ նսեմացնողի նախագահի գիրքը վերցնես, ինչպես Նիկոլ Էրդողանի գիրքը եւ կրծքից սեղմես։ Այն դեպքում, որ նույն Նիկոլն էր 20 թվականի աշտանը ասում, որ Թուրքիան գալիս է տարածաշրջան ավարտին հասցնելու հայոց ցեղասպանությունը։ Բայց ինչ փոխվեց։ Ինքն էր չէ ասում, որ Թուրքիան գալիս է տարածաշրջան ավարտին հասցնելու հայոց ցեղասպանությունը։ Իսկ հիմա գնացել են կզել են Թուրքիայի եւ Ադրբեջանի նարատիվների տակ։ Ազգային ժողովի նախագահան հայտարարում է, որ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորն է եւ մենք էլ իրանցը միգուց ճիշտ է ասում, իրանց համար տենց։ Իրանց անվտանգության երաշխավորը Ալիևն ու Էրդողանն են։ Թե Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Հայաստանի Հանրապետությունն էլ իրանք ցարկել են թուրքական վիլայետ։ Բայց իրանց հովանավորը նրանք են։ Սղյալի մասում այնքան ամեն ինչ պարզ է, եթե 21 թվականին Փաշինյանն ու կամպանիան
խափում էին ժողովրդին, ասում էին Արցախ անջատում հանուն փրկության, Շուշիի հատուցի դեօկուպացիա, ցեղասպանության միջազգային ճանաչում, ապա 26 ինստիտուցիաներին նրանք շատ բացահայտ թուրքական նարատիվ են, կարիք չկա Ալիևը խոսը։ Ալիևը ինչ խոսել է, դրանից ավելի լավ խոսում է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։ Հիմա հայ ժողովուրդը պետք է ապացուցի իր երակներում հայ արունա հոսում, թե չգիտեմ ինչ։ Հələ ոնց կարելի է, ես թշնամության կոշ չեմ անում, բայց ոնց կարելի է ասենց ստրուկի նման ապրել կամ չգիտակցել։ Մեր ամբողջ պետությունը, երրորդ հանրապետությունը Արցախյան շարժման ծնունդ է, ցեղասպանության միջազգային ճանաչումը դրված է մեր անկախության հռչակագրի մեջ։ Մենք 18 թվականին հունվարի 29-ին նախագահ Սարգսյանի, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ընդունել ենք համահայկական հռչակագիր։ Մեր պետության հիմքը եղել է Հայաստան, Սփյուռք, Արցախ եռամիասնությունը։ Այսօր Արցախ հայկական չկա։ Հայաստան 240 քառակուսի կիլոմետր օկուպացված է։ Իշխանությունները խոսում են թուրքական նարատիվներով, Սփյուռքի հետ էլ հարաբերությունները չկան։ Մենք Սփյուռքայի գործիչներ ունենք, որոնք Հայաստան չեն կարողանում գալ։ Պերսոնալ նոն գրադա է։ Բայց խայտարակություն չի։ Ու մենք եկել ենք ասում ենք ինչ իրավիճակը, ապրիլի 24-ի իրավիճակը, այսօրվա ապրիլի 24, ամեն ապրիլի 24-ը մենք ավելի որպես պետություն խղճուկ իրավիճակում ենք եւ որպես հասարակություն, քան նախորդ ապրիլի 24-ին։ Էսա։ Հիմա սրանք գնալու են ապրիլի 24-ին, որ ծաղկեպսակ դնեն կամ ծաղիկներ խոնանեն, որ ինչ անեն։ Ես չեմ զարմանում, եթե Աստված չանի սրանք մնան, այդ ապրիլի 24-ի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անունը փոխեն սարքեն հայ եւ թուրք ժողովուրդների համատեղ ողբերգության եւ չգիտեմ։ Այսինքն ինքը այն ինչ որ նա անում է Էրդողանը եւ Ալիևը, իրանք աստիճանաբար խելոք անում են։ Կրկնում եմ, ես թշնամանքի կոչ չեմ անում, ես արժանապատվության կոչ եմ անում։ Անկախության ու ինքնիշխանության կոչ եմ անում։ Ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման հետ կապված մի շարք խնդիրներ առաջացան եւ դուք մեղադրում էիք այն խնամքով չվերանորոգելու մեջ։ Հիմա հակառակն են ցույց տալիս, տեսեք հուշահամալիրն ում ամեն ինչ կարգին է։ Ի՞նչն է կարգին։ Հուշահամալիրի տնօրենին հերացնում են գործից, որ Ջեյդի Վենսին Արցախի մասին գիրք է տալի, դա կարգին։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին հերացնում են մի բանի համար, որ իր սահմանության մեջ գրած է։ Սահմանության պրեամբուլան անկախության հռչակագիրն է։ Անկախության հռչակագրում հղում արված 1989 թվականի Արցախի եւ Հայաստանի վերամիավորման գաղափարի։ Իսկ Արցախի հայկականության գաղափարին, ինքնորոշման իրավունքի գաղափարին։ Այդ տիկինն էլ այդ գիրքը հայկական Արցախը նվիրել է Ամերիկայի փոխնախագահին։ Դրա համար Նիկոլ Փաշինյանն այնք ասում, ինքը հորդորել է այդ աշտը դմում գրի։ Հիմա հիմտուրներ կարան եվրոռեմոնտ անեն, բայց մեջը թուրքերն ապրեն, կամ թուրքական ոգով լինի, մենք այդ ենք ուզում։ Լասավոց բացատրեմ։ Պետության քաղաքականությունը հակասելու համար։ Պետությունը իմ գաղափարով, իմ պատկերացմամբ մենք պետություն չունենք անկախ։ Մենք ունենք դե ֆակտո Թուրքիա եւ Ադրբեջանի հրահանգները կատարող կառավարիչն է, սա կոլաբորացիոնիստական ռեժիմ է։ Ոնց որ 40-ից 45 թվական 4 թվականներին Ֆրանսիայում Վիշիի կառավարություններ գործում Մարշապետանի գլխավորությամբ, դա կոլաբորացիոնիստական ռեժիմ էր եւ իրականացնում էր նացիստական Գերմանիայի քաղաքականությունը, սրանք էլ կոլաբորացիոնիստական ռեժիմ են ըստ էության, իրականացնում են Ալիևի ու Էրդողանի քաղաքականությունը։ Այսօր մենք sense խոսում ենք բան, Փարիզը մելա 40-ից 44 թվականներին հենց նորմալ էլի ապրել են իրանց հիմա էլի, ով որ չի ինվզել։ Հիմա սաղ գիտեն էլի բանա, ռեստորանները լիքն եղել 40-44, բայց մեզ հարցան կնուկ ծնունդ բան, բոլորին շնորհավորում են, բայց իրականում մենք ինչ ենք դառնում։ Մենք պրծել ենք որպես անկախ պետություն, պրծել։ Ինքնիշխան պետություն չկա։ Մենք դարձել ենք Թուրքիայի ֆիլիալը։ Ու եթե հայ ժողովուրդը սա չի հասկանում, հունիսի 7-ին հուսով եմ կհասկանա։ Եվ Նիկոլին էլ կհասկացնի։ Իսկ եթե չէ, եթե մենք հիմա փաստացի չունենք անկախ երրորդ հանրապետություն, ինչու եմ ասում չունենք, որովհետև երրորդ հանրապետության հիմքը Արցախյան շարժումն է։ Եթե ասում Արցախ էջը փակված է, Արդեն խոսում ենք 4-րդ հանրապետության մասին։ Արդեն 4-րդ հանրապետություն չի։ Որ Արցախով եւ Արարատով չի։ Դե ուրեմն Էրդողանով ու Ալիևով է, էլի։
Հետ եմ ասում, Արցախի ու Արարատի փոխարեն Էրդողանն ու Ալիևն են։ Դրա համար պետք է նենց անենք, որ տենց չլինի։ Մաշ Ռամազանով, ձեզ հայտնի որևէ ցեղասպանություն մարդկության դեմ ուղղված այդ մեծ հանցագործություններ, նույնիսկ ճանաչված ցեղասպանություններից կա որևէ տեղ, որտեղ զոհերի անունները հստակ են։ Ոչ։ Ես ինքս հայկական պարլամենտում, հայոց պարլամենտում ասողների եւ հույների ցեղասպանության նախագծի համահեղինակն եմ, գլխավոր զեկուցողը, 5-6 տարի աշխատել եմ այդ ուղղությամբ։ Մենք ճանաչել ենք եւ ասորիների եւ հույների ցեղասպանությունը եւ այո այնտեղ ինչի հոլոկոստի բոլոր բաները կան, չէ դա հիմարություն է։ Հիմարություն է։ Հետո ցեղասպանության փաստը անժխտելի է, Լեմկինի ինստիտուտ կա, ցեղասպանությունների միջազգային ասոցիացիա կա, ցեղասպանագետների։ Հետո բան չի։ Բոլոր միջազգային հարթակներում եւ քաղաքական եւ իրավական եւ պատմական այդ խնդիրը լուսված բրծած է։ Բոլորն են ճանաչել, բացի Թուրքիայից մի քանի Ադրբեջան բան, դες մի քանի հոգուցելի։ Եթե այդտեղ կանոնների անհրաժեշտության խնդիր է տեսնում իշխանությունը, մենք Արցախյան պատերազմում, որը գրեթե, այսինքն իրավական առումով ավելի հաշվառված, ավելի հասանելի է։ Շատ ճիշտ եք ասում, իրենք հրապարակող են, թող մեր 44 օրյա պատերազմի բոլոր նահատակների անունները հրապարակեն։ Իրանք այդպես ցուցակ չեն հրապարակել։ Մենք նույնիսկ ջերմուկի դեպքերի 200 հոգու անունը չունենք։ Դա եմ ասում։ Անհրաժեշտությունը այդ ինչի համար են դրանք ասում, միտումը որտեղ է։ Միտումը կեղծ բանավեճ, կեղծ թեզեր։ Ուրանալն է էլի, Աննա ջան։ Սրանք ուրացող են, ոնց բացատրեմ, ուրացող է, սրանք Հայաստանի հետ կապ չունեն, մեր պետության հետ կապ չունեն։ Եռաբելուրի հետ կապ չունեն, դրանկաբերդի հետ կապ չունեն։ Խոսենք Արցախի էթնիկ զտման մասին, խոսենք ցեղասպանության մասին, խոսենք Գիտեմ, 30 տարի խոսել ենք, 30 տարի խոսել ենք, պատերազմ եղել է, հաղթել ենք, խաղաղել ապրել ենք։ Դուք եք եկել։ Այս 8 տարվա մեջ ավելի շատ պատերազմ եք բերել, 2 անգամ ավելի շատ զոհ եք բերել, հայնիկի կորուստ եք բերել, զզվսիկ թողիկ, հելնեք ռադներ հետ քաշեք։ Պատերազմ 90-ականներին պատերազմ եղել է, հայ ժողովուրդը հաղթել է, 2016-ին ապրիլար պատերազմ եղել է, հայ ժողովուրդը հաղթել է։ Հերիկա պատերազմ վախացնելով, հայնիկը սալամի պես կտրելով 10 թուրքին։ Թե չես այս աննամուս ապրելն ումա պետք։ Ազգի սարքել են եթի մարա, սեզ ոնց կարելի է։ Շանտաժով վախացնում, եթե չգաք, բա վաղն էլ ասելու է, բանա, երեք ասում էր Արցախը տվել, Արցախն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կռվախնձորը։ Բա Արցախը տվել պրծել է։ Հիմա խի պետք է պատերազմ լինի։ Ուրեմն Ալիևին ինչ-որ նոր բան է չէ խոստացել։ Ես էլ ասել եմ, թուրքերի ու ադրբեջանցիների եւ նրանց ղեկավարության ախորժակը երբեք չի փակվելու։ Ասում են 300,000 ադրբեջանցի, դրանց պետք է ասեն Արարատ տալեք, դրանց պետք է ասեն Շարմազանովին տվեք մեզ, հետո ասել են Պողոսին տվեք, Պետրոսին տվեք, բանը Նեժդայի արձանը հանեք, Մեսրոպ Մաշտոցի բանը, դասագրքերը սաղ մերուզացով գրեք։ Մեկ էլ արտանալու եք, տենալու եք մի 10 տարի, տենալու եք ախպեր ջան, բանա։ Ոչ թե գրում եք 100-յան տոն եք Էշմիածին նշում, այլ բանն է։ Իրանց տոները ադրբեջանա-թուրքական։ Բայրամ, ինչ են անում, չգիտեմ դրանք։ Նովրուզ բան, երևի չգիտեմ։ Չէ, Նովրուզը պարսիկների մոտ է։ Մեր եղբայրների, մեր իրանցի եղբայրների։ Տարածաշրջանում ինչ խնդիրներ ունի ընտրությունների շեմին Հայաստանը։ Հայաստանը ոտքից գլուխ խնդիրների մեջ է, էլի։ Ոտքից գլուխ։ Հայաստանը ամենամեծ խնդիրը Հայաստանի պահպանությունն է։ Իրանը մեր թիվ 1 խնդիրը մեր եղածը պահելն է։ Իրանը մի քանի անգամ դեմ է արտահայտվել այդ խաղաղության ծրագրին, խաղաղության խաչմերուկ ասվածին, մասնավորապես սահմանների փոփոխությունը չհանդուրժելու հայտարարություններ եւ այլն։ Այս Իրանի բաներին թողենք, էլի Իրան, Ռուսաստան բանը ցավ թողենք, այդ իրանց գործն է։ Մեր շահերից բխում է որպես բաների, չի բխում, վերջ, դա պանթուրքիզմի միջանցք է։ Ոնց չի բխում, ասում են նախագիծը մեզ բերելու է միլիոնավոր դոլարներ։ Այդ ցավը տանեմ ներողություն Այսինքն մենք ապրում ենք Վեսպասիանոս կայսրի նման, ով ասում էր ձենգինի պախնուտ, այնքան փող գա, կարևորն է դա, դե Հայաստանը սարքեք մի հատ մեծ բան։ Չգիտեմ էլի, չեմ ուզում այլ հասկացեք։ Թողին պետք է բարոյական ճանապարհով աշխատես։
Նարկոմանիան թույլ տվեք, բարեկությունը տարածեք, այն կողմից էլ անբարոյականությունը փողը գա։ Շա փողա գալի։ Թքեմ այդ փողի վրա։ Այդ ադրբեջանական փողից գալիս է մեր երեխեքի արյան հոտը։ Որ 44 պատերազմում կոտորել են թուրքերն ու ադրբեջանցիք։ Մենք արդեն սկսել ենք Ինչ խոսում ես։ Համագործակցությունը, օրինակ բենզինի շուկայում։ Ով մենք։ Ես էլ մենքի մեջ չկամ։ Դե մենք բենզին ենք լցնում բոլորս, Բենզին լցնում ենք, բայց գիտենք որտեղից ենք լցնում ու գիտենք որ դա ադրբեջանական ծագում չունի։ Բայց նաև վաճառվում է Ադրբեջանում։ Դե բա ինչ անեմ։ ԿՊ-ին էլ զայն տվող կա, ես ինչ անեմ, ասում եմ մի տվեք, ամեն մարդ ասված մեզ ազատ կամքով է ստեղծել Աննա ջան։ Չէ՞։ Ամեն մեկս մեր կամքն է։ Ես չեմ կարող քո տեղը որոշեմ, չէ՞ դու էլ իմ տեղը։ Ես մի եկել եմ քո մոտ հյուր, ասում եմ ժողովրդին, որ ժողովուրդ ջան, դուք որոշեք։ Մի մարդիկ կան, հասարակության մեջ լիքը մարդիկ կա, թուրքերին կարոտել են։ Մարդիկ կան գրում են Թուրքիայի տունը մնում են, քեֆ են անում, տաշի-տուշի են անում։ Այն թուրքերի, որ մեր երեխեքին սպանել են, մեր հայրենիքը մեզից գողացել են։ Ես թշնամանքի կոչ չեմ անում, ախպա, ես թուրքի հայրենիքին ես ձեռ չեմ տվել։ Ես չեմ գնացել իր տուն մտել։ Իրանք են չեմ ես ցեղասպանել։ Ես երկողմանի խնդիր ունեմ իրանց հետ, ախպա, ես հույն եմ եւ հայ եմ, ես հայական կողմս հույն եմ, հայրական կողմս հայ, իմ երկու կողմերն էլ ցեղասպանել են։ Հələ հայկականին վերջինը Արցախում էթնիկ զետման են ենթարկել։ Ես չեմ կարող հաշտ ապրեմ, ես անասուն չեմ անհիշատակ։ Ով իր անասունն է, թող իր անասունի պես ապրի։ Ես Հրանտ Մաթեոսյանն ասել եմ, մարդու եւ անասունի տարբերությունը հիշողություն ունենալն, արանքում հիշողությունն անկած։ Ես չեմ կարող անասունի նման ապրեմ, ասեմ ամեն ինչ նորմալ է, գնամ Թուրքիա հետ ջանջիգար անեմ։ Այն թուրքերը, որ իմ Շուշին իզնից խլել են։ Որ Ստեփանագերդի մայր տաճարը քանդել են։ Որ հազարավոր մարդկանց տեղահանել են 100,000-ավոր, որ ինձ համարում են իրաց թշնամին։ Սրանց երեսին թքում ես ասում անձրև ա գալի, ես չեմ ուզում ախպեր ջան, ոնց բացատրեմ։ Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ Արցախի հայկականության գաղափարին ու ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Իմ ոչ քաղաքական կյանքը այդ 20 տարի դրա մասին է նվիրված եղել։ Ես 15 թվականին 11 Ինչ հայտարարվում է, որ դուք հայրենասիրական կեղծ ինքն է ոտից գլուխ։ Կեղծ ինքն է ոտից գլուխ։ Իսկ կեղծ ինքն է, որովհետև խապել է եկել է ասել Արցախը Հայաստան եւ ոչ, բայց իրականում Արցախը Ադրբեջանն է սարքել։ Դա ասում է իրավիճակը այդպես դասավորվում, ժողովուրդը չէր համաձայնվում, կարող էր հեղափոխություն անել։ Հեսա կանի։ Սա կանի, նես չի որ չի անելու ժողովուրդը։ Ուշ է հասկացել։ Բայց նես չէ էլի ասած այս արխային մինգի, որ ժողովուրդը քեզ ընտրելու է։ Համել հո նախկիները չկան, մենք չկանք չենք առաջադրվել։ Ես չեմ կարծում, որ այս անգամ ժողովուրդը իրան ընտրելու է։ Ֆոկուսը լանի իր առաջարկը հայ ժողովուրդը կլսի եւ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը կիրականացնի, հեղափոխություն կան, ինքը չի ցանկություն հայտնել, որ հեղափոխություն անեն, կանեն։ Ինչ ա եղել։ Ասում եմ, եթե դու Ես մեր ժողովրդի մասին շատ ավելի լավ կարծիքի եմ, էլի։ Ես չեմ կարծում, որ մեր ժողովրդի մեծամասնությունը երազում է Թուրքին նոկիա դառնալու մասին։ Կամ մեր ժողովրդի մեծամասնությունը պատրաստ է ուրանալ Եռաբլուրը կամ Ծիծեռնակաբերդը։ Ես շատ ավելի բարձր կարծիքի եմ հայ ժողովրդի մասին ու կարծում եմ առաջիկան մենք դա կհամոզվենք։ Ինքը կեղծ ներկա նախկին բան արավ, մենք դուրս ենք եկել այդ պայքարից։ Նո էլի նախկիններ կան, որոնք քաղաքական ուժեր։ Լավ են անում, այդ մարդկանց առաջարկ բանն է, իրավունքն է այստեղ, բան չունեմ ասելու։ Ես ով եմ ինչ-որ մեկին ասեմ, խի ես մասնակցում կամ խի չես մասնակցում։ Եթե մարդկանց, եթե խոսքը Հայաստան դաշինքի մասն է, եթե իրանց մասնակցությունը պետք է օգնի Նիկոլին հեռացնելու, ես միայն դա ողջունում եմ, ինչ խնդիր կա։ Ես այնտեղ ունեմ լիքը ընկերներ, բանավան դաշնակցության շարքերում բազմաթիվ ընկերներ ունեմ, իմ պայքարի ընկերներն են, խնդիր չկա։ Մենք կոչ ենք արել մեր կուսակիցներին ընտրել ընդդիմադիր ուժերին, ազգային ընդդիմադիր ուժերին։ Որ ընդդիմադիր ուժին եք հատկապես դուք հակված։ Բոլոր իրական ընդդիմադիր ուժերին, բոլոր իրական ընդդիմադիր ուժերին։ Սամվել Կարապետյանի ուժից մինչև
ասեմ, խոսքի Ծառուկյանի ուժ, բոլոր իրական ընդդիմադիր ուժերին, բոլոր, ովքեր բան չունեն, անցնելու շեմ, ասենքն, եթե կան չեն ուժեր, որոնք ակնհայտ 0.5% ունեն, 1.5% ունեն, դժվար թե էլի այս 1.5 անցման 10 դառնան 4 անցնեն, այն ուժերը ես նույնիսկ կոչ եմ անում այն ընդդիմադիր ուժերին, որոնք որ նախընտրական ինչ-որ փուլում արդեն հասկանան, որ իրանք չեն անցնում, դուրս գան ընտրապայքարից եւ իրաց զայների կոչանեն ընտրել ամենախոշոր ընդդիմադիր ուժերին։ Ձեր ասած խոշոր եւ իրական ընդդիմադիր ուժերին Նիկոլ Փաշինյանը հստակ անուն է տալիս, ասում է պատերազմի եռագլուխ դերներն են։ Այդ մարդկանց ընտրողներն էլ անվանում է Շունու Շանգյալ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի մինիմում մի քանի 100,000 մարդու, որոնք ակնհայտ է պետք է ընտրեն ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք, Բարգավաճ Հայաստան, առնվազն ինքը ասում է նաև ուժեղ ՀՀԿ, առնվազն այդ ուժերին ընտրողները 100,000-ներից ավել են, կես միլիոնի մոտ են, եթե ոչ ավել։ Բա մի մարդ, եթե կես միլիոն քաղաքացիներին Շունու Շանգյալը անվանում, նա իրավունք ունի վարչապետը լինի։ Դա հունիսի 7-ին հայ ժողովուրդը պետք է ցույց տա, ով է իրականում Շունու Շանգյալը։ Կարճ կոնկրետ։ Արցախցիների նկատմամբ ատելության քարոզը էականորեն ավելացել է եւ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո իր կողմից արված արտահայտություններով սա հասկանալն է իր կողմից գիտակցելն է, որ արցախցիների կողմից առանձնապես մեծ քվեներ չի ունենալու, թե արցախցիները մեծ քվեներ չունեն, որովհետև մեծ մասը քաղաքացիություն չեն ստացել։ Այդ խնդրեմը կա։ Բայց Արցախի հարցը մենակ արցախցիների հարցն է։ Մինչ ես որ լոռեցեմ, պետք է Արցախը չսիրեմ, մենակ լոռեն սիրեմ։ Հետո ապենց հիմարություն ասել։ Նեժդեն էլ Նախիջևանից է, բայց Լեռնա Հայաստանում ամբողջ Հայաստանն է սիրելու պահել։ Այդ Արցախցի, լոռեցի բան է, նորմալ է, եթե չափի մեջ է, էլի։ Բայց Արցախը բոլոր հայերի հայրենիքն է։ Ինչ Արցախի կորուստը մենակ արցախցիների կորուստն է։ Իհարկե նրանց գործը շատ ավելի մեծ է։ Նրանք իրենց գերեզմաններն են թողել, սրբությունները, տները, հասկանում ենք։ Մեծ ողբերգությունն է, մեծագույն։ Բայց թողել են էթնիկ զտման են ենթարկվել, թե փախել են։ Էթնիկ զտման են ենթարկվել, ոնց են փախել։ Մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը ասաց փախածներ, ընդ որում միայն բարգացած ժամանակ չէ, կառավարության նիստից հետո հարց ու պատասխանի լրագրողներն ասաց իհարկե փախել են։ Կա ժամանակը փաստեր կներկայացնեն։ Սա փաստեր ներկայացնողս կոմասին ներկայացրու էլի։ Փաստեր կներկայացնեմ։ Ինչ փաստ պետք է ներկայացնի։ Ինչպես որ 9 տարի որ բայց իր ինքը Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Բլոկադան ինքն է սկսել։ Ինքը հենց Արցախը չճանաչել Ադրբեջանի մասն, իրան դրանից 2 ամիս հետո բլոկադա կլներ, կամ խաղաղապահները դուրս կգային։ Դա հիմարությունը ես ինչ մեկնաբան եմ։ Փախնողն էլ է ինքը, դավաճանն էլ է ինքը, թռնողն էլ է ինքը, կապիտուլյանտն էլ է ինքը։ Դա բան չի, որպես վիրավորանք չեմ ասում, էլի փաստ։ Ինքը այսօր դավաճանել է Արցախին, դավաճանել է անկախության հռչակագրին, կապիտուլյացիա ստորագրել է։ Սա աշխարհին իրար փախտելուց է խոսում։ Տեսեք, շատ հստակ է։ Արցախի ժողովուրդը Արցախը կորցնենք, լավ է, թե Հայաստանը հստակ թես կարում ենք այլ ընտրանք չունեին, գնացինք ճանաչեցինք։ Ես այդ հիմարությանը դեմ եմ, ինչ նշանակում Արցախը կորցնենք, բայց պետք է կորցնենք։ Առհասարակի պետք է կորցնենք։ Նիկոլը ինչի պետք է կորցնելու մասին մտածենք։ 19 թվականի հունիսին համանախագահներն իրան տվել են փաստաթուղթ, որտեղ Արցախը կորցնելու մասին խոսք չկար։ Որտեղ Արցախը ստանում էր միջանկյալ կարգավիճակ եւ հանրաքվեով անկախանում էր։ Ինչի՞ է մերժել այդ առաջարկը։ Ասում չի եղել։ Ով ասում, գլուխը պատում այն ինքն է հրապարակել, ոչ չի եղել Աննա ջան։ Ինքն է հրապարակել այդ փաստաթուղթը։ Ինքն է հրապարակել բոլոր փաստաթղթերը։ Նույնիսկ 19 թվականի ապրիլ, հունիսի իրան փաստաթուղթ առաջարկել են։ Պապովը հրապարակեց, հետո ինքը հրապարակեց մի քանի ամիս առաջ, դեկտեմբերին չի հրապարակել Նիկոլը։ Ասաց ինձ տվել են փաստաթուղթ, որտեղ գրված է Հայաստանի Հանրապետության բովանդակությունը գրված է, քեզ են տվել, դու ես մերժել։ Դու ես գնացել դրանից 2 ամիս հետո ասել Արցախ Հայաստանը եւ վերջ։ Այդ որ ասում է Արցախը պետք է մնար Ադրբեջանի, բայց որ Արցախը պետք է մնար Ադրբեջանի կազմում։ Արցախի ինագուրացիա իրանում, ինչ տաղոտուրի ուր էր ուղարկում Արցախ բանի։ Էրադո ջոկատիշ գուրզուներ ընդ է։ Շուշիում ինագուրացիա իրանում ինչ է անում, պապա սետ տրանգի պարում Շուշիում։
Լավ թարգուկը մի օր ձեռնարկություն, ինքը չէ գնում Արցախի հետ բան անում։ Համատեղ ազգային անվտանգության խորհրդի նիստ անում։ Ամեն շաբաթը մեկ վերտալյոտով իրանք չէին գնում Արցախ։ Նոր իմացավ Ալմատայի հռչակագրի մասին։ Բա որ Արցախ Ադրբեջանը խիպ տարավ 5000 երեխու վարի տվեց։ Բայց թող այդ հարցին պատասխանի։ Ասում կրվեցինք, չստացվեց։ Չէ բացում են ասում ես, չես ասում են, ասում ես Արցախն Ադրբեջանը։ Հա։ Ու ասում բա հաու ջան։ Ասում էր Արցախը 91 թվականին, 95 թվականին։ Բայց ասում ես Արցախն Ադրբեջան էր։ Ոնց է Ժոզեփ Բորելն ասում, որ Նիկոլ Փաշինյան առաջի հայ ղեկավարն է, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ոնց է Պուտինն ասում։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է Սերժ Սարգսյանն Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, Ռոբերտ Քոչարյանն է։ Գլուխը պատին է տալի այդ ասողը։ Փաստաթուղթ թող բերի։ Ես էլ ասեմ ինքը կարող է Նիկոլ Փաշինյանը Յուրի Գագարինն է, Յուրի Գագարինն է։ Փաստաթուղթ թող բերի, տեսնենք։ Հաստատությունները հրապարակել են։ Տեսել եք, չէ՞ Սերժ Սարգսյանն ինչա ժառանգություն թողել։ Ես սկսած իր հետ զրույցում ասել եմ, հենց իր դեմը։ Ասեմ մենք ես թողել ենք 42002 հայկական պետություն, տեսենք դու ինչ ես թողալու քեզնից հետո։ Սերժ Սարգսյանը թողել է 42000 քառակուսի կիլոմետր ունեցող Արցախի հանրապետություն եւ Հայաստանի հանրապետություն միասին։ Նիկոլ Արցախը տվել է, էթնիկս հետ մանան ենթարկվել, Հայաստանի հանրապետությունն էլ մեջքը ջարդել է։ Սարկում արևմտյան Ադրբեջան։ Պարոն Ռամազանով հունիսի 7-ին ընտրության գնացող քաղաքացին ինչ պետք է իմանա։ Չար բան չպետք է իմանա, պետք է իմանա, որ Նիկոլ Փաշինյանին քվեարկելով քվեարկում է Իլհամ Ալիևի Էրդողանի սիրած տեխնացուին։ Այսպիսի մի բան կա, ասում են, եթե մենք չլինենք, կլինի պատերազմ, եթե իրենք լինեն, ինչ կլինի։ Եթե իրենք կլինի Հայաստանի թրքացում, ստրկացում եւ նոքյարացում։ Դառնալու ենք ազգովի քաղաքական հետեռը։ Հուսով եմ ու համոզված եմ, որ հայ ժողովուրդը իրան կպայի արժանապատիվ հայ գնահապետի ժառանգների նման եւ պատմության աղբանոցը կուղարկի քաղաքական հետեռաների ջատագովներին։ Իդեմս այսօրվա կառավարիչների թիմի։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Էդուարդ Շարմազանովը։ Մենք զրուցում էինք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առկա խնդիրների, ներքաղաքական առկա խնդիրների մասին, ինչպես նաև ներքաղաքական եւ ընտրական գործընթացների մասին։